Ըստ խնդրի տղան ունի 15 կոնֆետ, ամեն առավոտ նա ուտում է իր կոնֆետներից 3-ը, իսկ տատիկը երեկոյան նրան տալիս է ևս 1 կոնֆետ, պահանջվում է գտնել, թե քանի օր անց տղայի մոտ ոչ մի կոնֆետ չի մնա։ Շատ լավ, ինչ կարող ենք անել։ Դե գիտեք, որ ամեն առավոտ տղան ուտում է իր կոնֆետներից 3-ը, իսկ երեկոյան նրան տալիս են ևս 1 կոնֆետ, այսինքն ընդհանուր օրվա ընթացքում, այսինքն հաջորդ օրվա առավոտյան իր կոնֆետների քանակը 2-ով քչանում է։ Բայց այդպես կարող ենք նկատել, որ 15 կոնֆետը 2 ուտելով մեզ մոտ չի ավարտվի այդպես նորմալ ձևով, ինչ որ վերջին օրը պետք է մի կոնֆետ ուտի։ Իրականում ոչ, պետք է ուշադրություն դարձնել հետևյալ փաստին, որ երբ տղան ինչ որ քանակությամբ ուտում է իր ունեցած կոնֆետները, 3 կոնֆետ կերավ, հետո նրան 2 կոնֆետ տվեցին եւ այսպես շարունակ, ինչ որ կերպ ենթադրենք ուտում է, երբ նա առավոտյան, ինչ որ օրվա առավոտյան, ինչ որ X կամ վանդակ օրը արթնանում է եւ իր մոտ կա 3 կոնֆետ։ Ակնհայտ է, որ նա այս 3 կոնֆետը կուտի եւ դրանից հետո կավարտվեն իր ունեցած կոնֆետները։ Հետևաբար շատ տրամաբանական է այս 15 կոնֆետից այդ վերջին օրվա 3 կոնֆետը առանձնացնել ու տեսնել, թե քանի օրում դրանից հետո մնացած կոնֆետները կավարտվեն։ Առանձնացնենք վերջին օրվա 3 կոնֆետը։ Ահա։ Եվ դրա արդյունքում կլինի 15-ից հանած 3 հավասար 12 կոնֆետ։ Շատ լավ, այս 12 կոնֆետը տղան պետք է ուտի, եւ ինչպես են իր մոտ կոնֆետների քանակները քչանում։ Դե առավոտյան դիտարկենք առաջին օրվա առավոտը, այսպես ասենք։ Եկեք իրականում աղյուսակ փորձենք կառուցել։ Ահա։ Տեսեք ինչքան արագ կարելի է ինչ որ ձև պատկերել խնդիրը, թեկուզ աղյուսակով, թեկուզ այլ կերպ։ Սա մեզ մոտ սկիզբն է։ Սկիզբը եկեք այստեղ չլինի։ Ահա։ Կամ չնշենք սկիզբը, թող լինի այստեղ առավոտ եւ երեկո։ Հիմա առաջին օրվա առավոտը, դա ամենասկզբում տղան ուներ 15 կոնֆետ, առաջին օրվա առավոտը նա կերավ իր 3 կոնֆետը, նրա մոտ մնաց 12 կոնֆետ, երեկոյան տատիկը տվեց 1 կոնֆետ, նրա մոտ ստացվեց 13 կոնֆետ, երկրորդ օրը առավոտյան տղան կերավ 3 կոնֆետ, նրա մոտ ստացվեց 10 կոնֆետ եւ տատիկը երեկոյան տվեց մի կոնֆետ, ստացվեց 11։ Եվ հաջորդ օրը առավոտյան տղան կերավ 3 կոնֆետ, նրա մոտ մնաց 8, երեկոյան տատիկը 1-ը տվեց 9։ Ու այսպես շարունակ 3-ը կերավ, այստեղ 6 կոնֆետ, երեկոյան տատիկը տվեց 1 կոնֆետ ու կարող ենք նկատել, որ ամեն առավոտ տղայի կոնֆետների քանակը 2-ով քչանում է, որովհետև նա առավոտը ուտում է 3 կոնֆետ, իսկ երեկոյան տատիկը տալիս է 1 կոնֆետ, այսինքն սկզբում հանում ենք 3, հետո ավելացնում ենք 1 ու դրա արդյունքը նույնն է, ինչ ուղղակի հանեինք 2 կոնֆետ։ Դրա համար ամեն օր կոնֆետների քանակը քչանում է 2-ով։ Ուստի 12 կոնֆետը կվերջանա այդպես այդ եղանակով ուտելու եւ քչացնելու դեպքում 12-ը բաժանած 6, կներեք 2, որովհետեւ 2-ով են քչանում, հավասար 6 օրում։ Ինքն 12 կոնֆետը 6 օրում տղան կավարտի եւ հաջորդ օրը առավոտյան 7-րդ օրը նրա մոտ կլինի 3 կոնֆետ եւ նա այդ 3 կոնֆետը կուտի ու կվերջացնի իր մոտ եղած բոլոր կոնֆետները։ Հետևաբար 7 օր անց այստեղ դա նշենք, իսկ 7-րդ օրը կուտի վերջին 3-ը։
Ուստի այստեղ մենք ունենք պատասխան 7 օր։ Տղան 7 օրում կուտի իր մոտ ունեցած բոլոր կոնֆետները 7 օր անց տղայի մոտ ոչ մի կոնֆետ չի մնա։ Շատ լավ, եկեք ամփոփենք խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք։ Դե մենք սկսեցինք նախ իրավիճակը դիտարկել, հասկացանք, որ սկզբից նա ուտում է, հետո տատիկը տալիս, հետո նայելի է ուտում ու տատիկը նորից է տալիս։ Այսպես ավելի լավ պատկերենք։ Ահա։ Մոտավոր այս կարգով տղայի ունեցած կոնֆետների քանակը շարունակվում են։ Դե մենք էլ որոշեցինք պատկերացնել այն վերջին պահը, երբ նա ուղղակի ուտում եւ պրծացնում է իր մոտ եղած բոլոր կոնֆետները, ինչը նշանակում է, որ նա կերավ եւ իր մոտ 0 կոնֆետ մնաց։ Նշանակում է դրանից առաջ ունեցել է նա 3 կոնֆետ, ինչն էլ նշանակում է, որ այդ վերջին պահի 3 կոնֆետը եթե մենք առանձնացնենք, կարող ենք հեշտորեն որոշել, թե մնացած կոնֆետները քանի օրում են կերել, ինչն էլ հենց արեցինք, առանձնացրեցինք վերջին օրվա 3 կոնֆետը, մեզ մոտ մնաց 12 կոնֆետ ու նկատեցինք, որ ամեն առավոտ նախորդ առավոտվա հետ համեմատած տղայի կոնֆետների քանակը 2-ով է կչանում։ Հետևաբար, եթե այդպես է նա ուտում իր կոնֆետները, այդպես են կչանում, 12 կոնֆետը նման տեմպով կքչանա, կավարտվի 6 օրում, եւ դրանից հետո կմնա տղայի մոտ 3 կոնֆետ եւ այդ 3 կոնֆետն էլ ընդամենը մի առավոտում նա կուտի։ Այսինքն, եթե սա մենք շարունակեինք, 5-րդ օրը կլիներ հետևյալ պատկերը, 7-ից կուտեր նա 3 կոնֆետ կմնար 4, 3-ն 5, դրանից հետո 6-րդ առավոտյան կլիներ հետևյալ պատկերը, տղան կուտեր 3 կոնֆետ կլիներ 2, 3-ն տատիկը կտար 1-ը կլիներ 3, ու դե հաջորդ առավոտ նա կուտեր արդեն այս վերջին 3 կոնֆետները։ Իրականում ուղղակի այսպես օրինակը հաշվելով, հասկանալով, կարող եք հաշվել քանակը, բայց միտքը, որ վերջին օրը նա այդ 3 կոնֆետը ուտում է եւ վերջ, շատ հետաքրքիր ու կարեւոր է, որը արժեր ֆիքսել տվյալ խնդրում։ Շատ լավ, այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։